Չամանը մեր մոտ պնդացել է արդեն, ընկերներ ջան։ Հիմա ես ձեզ ցույց կտամ քսելու ճիշտ ձևը։ Արդեն պինդ է չամանը, թրջում ենք մեր ձեռքը, ցենց երկուսը։ Վերցնում ենք չամանը։ Մսին նայելով արդեն մենք պետքա պատկերացնենք ոնց ենք քսելու երկու կողմերը։ Թրջեցինք, բաժանում ենք երկու մասի չամանը։ Մենք ունենք այսքան զանգված չամա։ Մի կտորը դնում ենք ստեղ, մյուս կտորը դնում ենք ստեղ, ջրով թրջում ենք մեր ձեռքը, հիմա այս ափով, ձեռքի այս ափով, այս են սիրուն կսում ենք, թրջում ենք էլի մեր ձեռքը, այս ափը, որ ինքը թրջված լինի, նույն ձև շարունակում ենք քսել, իրան բացում ենք այսենց, շատ սիրուն, հետո գալիս է բթի այս անկյունը, բթով, այս մասերով, թրջեցինք, հնարավորինս բերում ենք առաջ, այսինչ 4 կողքը, պտտում ենք մյուս կողմ, ստեղ թրջում ենք ձեռքով, այսինչ, գալիս ենք երկրորդին, նույն բանը ստեղ ենք անում, բարակությունը մեկ էլ հաստությունը ստուգելու համար այսենց ենք մենք մատով անում մի հատ, նայեք ինչքան բարակ է, այսենց ինքը չորացավ երևի մի միլիմետր է չի լինի, այսենց կարանք ստուգենք որ կողմն է հաստ, որ կողմն է բարակ, մեր մոտ համարյա սաղ նույն բարակությունն է, ու դզում ենք, վերջնական մի հատ քսում ենք և վերջ, շատ լավ է, այլ պետք չի ձեռք տալ, մեր բաստուրման արդեն ինքը կչորանա, ինքը շատ լավ է սենց, տեսքի իրա, այս էլ մեր քսովի բաստուրման, ինքը կմնա երևի մի 3 օր կչորանա, հետո արդեն մենք իրար հետ կկտրենք բաստուրման։